Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, կառավարության ներկայացվող ծրագրի ամենակարևոր ուղերձը սակայն հետևյալն է։ Կառավարությունը կրթությունը հայտարարել եւ ընկալում է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Պետության Հայաստանի Հանրապետության դերի եւ հարատեվության այն նոր ընկալումը, որի մասին խոսեցի այս ելույթում, ենթադրում է այդ խնդրի տեսական եւ գործնական շերտերի, ինչպես նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերափոխումների շարունակական եւ զարգացող իմացություն։ Այս իմացությունը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, այս իմացությանը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, պետական ինստիտուտները, համայնքները, մասնագիտական եւ հասարակական խմբերը, անհատները ձևավորելով պետականակենտրոն սոցիալ հոգեբանություն։ Կրթությունը մեր պետության զարգացման ու հարատևության խնդիրը ոչ միայն լուծելու, այլև դա հասկանալու միակ հուսալի ճանապարհն է։ Սա վերաբերվում է թե անհատական, թե խմբային, թե հանրային, թե պետական մակարդակին, թե ներքին եւ թե արտաքին հարթությանը։ Հետևաբար կրթությունը պետության զարգացման եւ վերելքի նոր որակի պետություն ունենալու ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է, այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է եւ վերաբերվում է կրթության բոլոր հնարավոր ձևերին, նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը։ Կրթության համակարգը ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ եւ լիարժեք կյանքի երջանկության համար անհրաժեշտ հմտություններ։ Մենք պետք է արձանագրենք, որ բարեկեցության ձևավորման առանցքային մոդելը Հայաստանի Հանրապետությունում հետևյալն է. կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Եվ կրթական համակարգը պետք է կարողանա մարդուն օժտել բարեկեցության այս բանաձևը իր կյանքում կիրառելու համար անհրաժեշտ հմտություններ։ Կրթությունը նաև սոցիալական երևույթ է եւ բացի կրթության ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտներից, որպես պետության վերելքի եւ կրթական միջավայրի զարգացման գործոն, էական է հանրության սոցիալական կապերի ամրապնդումը, այդ թվում սոցիալական, անմիջական եւ ոչ թե համացանցային շփման հարթակների զարգացմամբ։ Կրթականին զուգահեռ նաև մշակութային, հոգևոր կյանքի, ինչպես նաև սոցիալական շփման մյուս հնարավոր հարթակների, ընթերցանության եւ այլ ակումբներ, երիտասարդական կենտրոններ, ահա այս ամենի զարգացումն ու քաջալերումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևոր է մշտական ու շարունակական անդրադարձ ունենալ հետևյալ հարցերին. ինչ է պետությունը, որն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը արտաքին եւ ներքին հարաբերություններում, ինչ է նշանակում լինել պետություն, լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող եւ կամ լինել քաղաքացի, ինչպիսին են նրանց հարաբերությունները եւ ինչպիսին պետք է լինեն, ինչ առանձնահատկություններ եւ ինչպիսի ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման եւ հարատեվության համար, եւ այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հանրային քննարկումներում։ Ի վերջո, քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների համակարգերը որակական փոխկապակցվածության մեջ են։ Որքան բարձր է պարտականությունների կատարման որակը, այնքան ուժեղ է իրավունքների պաշտպանության համակարգը։ Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իրավունքի գերակայությունը եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ,
կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Ներկայացվող ծրագրի հիման վրա ես աշխատեցի հնարավորինս կարճ ելույթ ունենալ, ծրագիրը բազմաշերտ է, հարց ու պատասխանի փուլում համոզված եմ մնացած շերտերին էլ կանդրադառնանք սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ներկայացվող ծրագրի հիման վրա կառավարությունը ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը եւ իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Շնորհակալ